Ողջույն բոլորին, սա Codecast-ն է, հարթակ, որտեղ մենք խոսում ենք բիզնեսի, ձեռնարկատիրության, անձնական բրենդինգի եւ ժամանակակից գործիքների մասին, որոնք փոխում են խաղի կանոնները թե Հայաստանում եւ թե Հայաստանից դուրս։ Այսօրվա իմ հյուրը մի մարդ է, ում մենք կապում ենք հենց մարքեթինգի, անձնական բրենդինգի եւ հենց LinkedIn-ի հետ։ Հյուրս Գոր Կարապետյանն է, Targeting ընկերության եւ Simple Business Academy-ի համահիմնադիրն ու տնօրենը։ Բարև Գոր ջան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Առաջի հարցս ո՞նց ես։ Շատ լավ, որ Գյումրիում եմ, արդեն շատ լավ եմ։ Շատ ուրախ եմ, որ կարողացանք այսօր հանդիպել Գյումրիում, այս Codecast-ի շրջանակներում ու հենց առաջին բանը, որը ասոցացնում եմ քեզ հետ եւ LinkedIn-ն էլ քեզ հետ եւ քեզ LinkedIn-ի հետ, հենց LinkedIn-ի հենց հարթակը, որտեղ այսպես ասած դու տանն ես։ Ուստեղ իմ համար ամենակարևոր բաներից մեկը այն է, որ դու LinkedIn-ում ոչ միայն կոնտենտ ես ստեղծում, այլ փորձում ես շենացնել այդ հարթակը, որովհետև շատերիս համար եղել է ի սկզբանե LinkedIn-ը մի հարթակ, որտեղ մենք փորձել ենք գտնել աշխատանք, փորձել ենք ներկայանալ որպես աշխատակից եւ հետո որպես բիզնես, որպես գործատու գտնել համապատասխան մեզ համար մասնագետներ։ Այդքանով սահմանափակվել ենք որոշ ժամանակ առաջ այդպես էր, հետո կամաց-կամաց այդ ամեն ինչը սկսվեց փոխվել ու ուզեի այստեղ մի քիչ դու մեզ պատմես քեզ համար ինչով առանձնում LinkedIn-ը որպես հարթակ, ինչպես ստացվեց, որ դառավ քոն։ Շնորհակալ եմ լավ գնահատականների համար, Գեգամ ջան։ Շատ դուրս եկավ, որ ասացիր տանն ես։ Իրականում ես հարթակում կամ 2016 թվականից, բայց առանձնապես ակտիվ եմ եղել համեմատաբար 22-23 թվականից եւ շատ ավելի ակտիվ վերջի 2 տարում մեր միջոցառման շրջանակներում LinkedIn լոկալի։ Ինչու LinkedIn-ը։ Ես sense եմ ասում, LinkedIn դարձել է իմ բնական միջավայրը, այսինքն դա նաև ինձ համար ոչ միայն բիզնես միջավայր, այլև հանգստանալու, բովանդակություն ստեղծելու առումով կամ ուրիշի բովանդակությունը սպառելու, որտեղ անդադ աճում ես։ Ինչու LinkedIn-ը, բարդ թվեր կան, որ ես սիրում եմ կիսվել։ LinkedIn-ում են մոտ 65 միլիոն decision maker-ներ, որոշում կայացնում են, որոնք ձեր իմ մյուս բիզնեսների պոտենցիալ հաճախորդներն են, այն մարդիկ ավելի ճիշտ, ովքեր որոշում են կայացնում, դառնան հաճախորդ թե չէ։ Մյուսը LinkedIn-ում է մոտ 10 միլիոն C-level manager, top manager, էլի մարդիկ, ովքեր բիզնեսներում ղեկավար պաշտոնների են, որոշում կայացնելու հատուկ մանդատ ունեն։ Ու միակ հարթակն է, որտեղ մարդ ներկայանում է հենց գործնական intent-ով, գործնական մտադրությամբ։ Ու դա արդեն մեծ ֆիլտր է։ Հայաստանում ցավոք ավելի թերագնահատված է ու կան սխալ պատկերացումներ, որ ինքը փողկապով տեղ է, արհեստական տեղ է, կեղծ տեղ է, ես անկեղծ կարող եմ ասել գործնական տեղ է։ Նկատի ունեմ այդ փողկապովը 4 տեղ է, հասկացա ինչ եք ասում, տեսեք, բայց ես կարող եմ ասել եւ եթե ամենաազնիվ տեղն է, որտեղ ստեղ աշխատում է մեկ բան, արժեք։ Եթե դու արժեք ես ստեղծում, շատ հետաքրքիր է Գեգամ ջան, արժեքը միշտ վերադառնում է քեզ շատ ավելիով։ Ի տարբերություն մյուս սոցիալական հարթակների, որտեղ մի անմիտ տրենդով դու կարաս, չգիտեմ, շատ ինչ ասեմ, ճանաչում ձեռք բերես, ֆոլովերներ եւ այլն, այստեղ դու պետք է արժեք ստեղծես։ Սա ստիպում է քեզ, որ դու արդեն լավ լինես, եւ ստիպում է, որ լավերը հավաքվեն քո շուրջը։ Դրա համար ինքը շատ յուրահատուկ հարթակ է, ու մի սկզբունք էլ կա, որ աշխատում է շատ եմ հավանում, առաջինը տալու, կիսվելու սկզբունքը։ Ամբողջ LinkedIn-ը կրթության մասին է, թե դուք ձեր feed-ը թերթում եք, ամբողջը կրթական բովանդակություն է։ Եթե դու ճիշտ ես քո feed-ը դասավորում, դու, չգիտեմ, 2-ից 3 ամսում քո մասնագիտության մեջ ով ուզում ես եղի ինչ գիտելիք ունենաս, միշտ շատ թարմ տվյալներ կունենաս, նոր տակտիկաներ, ֆրեյմվորքեր, որ ուրիշ ոչ միտեղ չես հանդիպի։ Ինքը բիզնեսի համար all-in-one գործիք է։ Այսինքն լուծում է լիդերի հարցը, լուծում է HR կտորով հարցը եւ լուծում է network-ի կամ կապերի հարցը։ Ահա թե ինչու եմ ես LinkedIn-ում ու ինչու եմ փորձում Հայաստանում LinkedIn-ը առաջ մղել պրոպագանդել։
շատ լավ, ուրեմն LinkedIn-ի հետ կապված ու Գյումրիի հետ կապված հենց մի հատ նրբություն LinkedIn-ի հարթակը սկսեց զարգանալ Հայաստանում ու այդ զարգացումը ինչպես բոլոր բաներում սկսում է Երևանից, հետո Գյումրիում այդ շատ դժվար է գնում առաջ, մինչև հիմա էլ կան անհատականություններ, որոնք փորձում են զարգացնել ու մենք էլ մեր գործընկերներից էլ ու բայց ոչ թե նկատի ունեն բիզնեսներ, այս դեպքում այլ մարդիկ, որոնք իրենց անձնական բրենդն են կառուցում ու դա անում են հենց LinkedIn-ի միջոցով, այստեղ կուզեմ մի փոքր մեր հետևորդների համար փակագծեր, եթե կարող ես բացել այլ հարթակներից տարբերվելու կոնտենտի առումով ոնց անել, որ LinkedIn-ում ինչ կոնտենտ, որ կաշխատի այլ հարթակներում չի աշխատի LinkedIn-ում կամ չարժի նույն բանը կիսվել, համընդեղ թե արժի կիսվել։ Հետաքրքիր հարց եք տալի։ Վերջից գամ, չարժի նույն բովանդակությունը, որ TikTok-ում կամ Instagram-ում է, ինչ-որ թրենդային բառ բերել LinkedIn։ Պետք է դիվերսիֆիկացնել։ Եթե մենք խոսում ենք անձի բրենդինգի մասին, դու պետք է բոլոր հարթակներով խոսած գրեթե նույն թեմաների մասին, բայց տարբեր ձևաչափերով։ Շատ լավ։ LinkedIn-ը այն ձևաչափն է, որը պահանջում է ավելի սոլիդություն եւ ավելի արժեքավոր եւ կրթական բովանդակություն։ Ինչ կա LinkedIn-ում։ Ես նշեցի կրթական բովանդակություն շատ է։ Հիմա LinkedIn-ը նաև ստեղծել է առանձին feed վիդեոների համար, ինչպես բոլոր հարթակներում այստեղ վիդեոն առաջ համովում ու բազմաթիվ թեմաներ, բարդ թվացող, հեշտ թվացող feed-ում դու կարող ես 1 րոպեում, 2 րոպեում ստանալ աշխարհի ամենաթոփ մասնագետներից, էքսպերտներից, ինչ-որ փորձառու մարդկանցից հետաքրքիր նյութեր։ Տեքստային առումով շատ պոպուլյար է հիմա կարուսել ոճը, երբ որ տարբեր թեմաներով ինչ-որ կարուսելներ են պատրաստված, PDF ֆայլեր են, որոնք պրեզենտացիան հետևելով, այո, ու դու ինչ-որ մի թեմա շատ արագ կարող ես տիրապետել, խորանալ, մի գործիք վերցնել եւ այլն։ Եվ նաև շատ այդ մասին թեթև ասացի, կապեր ստեղծելու հրաշալի հնարավորություն է։ Իրոք այստեղ ստեղծված հարաբերությունը հենց այդպես էլ ասենք, LinkedIn-ը կոչվում է connection, այսպես ասած follower եւ այլն էս մակարդակի տերմիններ եթե օգտագործենք, բայց ճիշտ է դրանց բնութագրել որպես հարաբերություն կամ հարաբերություն, որտեղ եթե դու ուղղակի ինչ-որ մեկին ինչ-որ բան ես վաճառում կամ մեկ անգամ կոմենտ ես անում, անցնում ես, դու անցար պատմություն։ Բայց եթե դու հարաբերություն ես կառուցում, այստեղ շատ հետաքրքիր մուլտիպլիկատիվ էֆեկտ է աշխատում։ Օրինակ եթե ես կոմենտ եմ անում ձեզ, դες կարող է թվա թե ես օգուտ եմ տալիս ձեզ, բայց ես օգուտ եմ տալիս ինձ։ Ինչի որտեղ ես իմ բաբլից դուրս եմ գալիս։ Ու դուք ենթադրենք ինչ-որ ոլորտի էքսպերտ կամ փորձառու եք կամ ինֆլուենսեր եք, դա անվճար placement է ինձ համար, ձեր post-ի տակ հետաքրքիր միտք կիսվել, որից բերում են նոր connection-ներ, նամակներ եւ այլն եւ այլն։ Շատ յուրահատուկ տեղ է Եղամ ջան։ Այս մասով նաեւ Գյումրիի մասով մի թեթև բան ասեմ։ Երեք տնտեսագիտական համալսարան դասախոսության է B2B մարքեթինգի շրջանակում հենց խոսում է պահանջարկի ձևավորման մասին։ Գյումրիում պետք է այդ ձևավորել պահանջարկ։ Հիմա Երևանում մենք ես ինչ եմ անում։ Ես շատ խոսում եմ այդ մասին, սոցիալական տարբեր հարթակներ եմ ընդորում, բացի LinkedIn-ից։ Ելույթ եմ ունենում տարբեր բիզնես համայնքներում, պահանջարկ եմ ստեղծում։ Եվ ունեմ հեղինականի հակաթոն, դասընթաց այսպես ասած, որը շատ հետաքրքիր մեծ հետաքրություն է առաջացրել։ Ու այս պահանջարկը ես ստեղծում եմ, որը շատ դեպքերում ոնց որ պահանջարկը կա գիտակցված, չգիտակցված։ Մի խոսքով մեկտեղում են ու Երևանում շատ լավ աշխատում։ Այստեղ էլ կարելի է դա անել։ Հիմա մենք նախնական զրույցում երբ որ խոսում էինք, ինչու՞ չէ միասին կարող ենք մի միջոցառում կազմակերպել մեծ սիրով, թեկուզ բաց դաս, թեկուզ այլ ֆորմատ, ես կկիսվեմ կամ այլ մարդկանց կարող ենք ներգրավել, բայց այդ պահանջարկը պետք է ստեղծել։ Շատ հետաքրքիր բան ես ասում։ Մենք միշտ մեր ուսանողներին, որոնք որ մեր մոտ սովորում են, ավարտում են, սենց է մեր ֆորմատը, մենք չենք վերջացնում ուսումը, ասում դու ստացել ես X գիտելիքը ու վերջ, որովհետև այսօր կյանքում շատ մեծ դեր է սկսել զբաղեցնել նաև soft skill-երը ու այդ գիտելիքը լավ օքեյ ստացար, ոնց պիտի ռեալիզացնես, ոնց պիտի մոնետիզացնես եւ այսպիսի բաներ, որտեղ դու պիտի լինես ընդհանրապես ինչ ձևաչափով պիտի լինես, քեզ ոնց պիտի պահես, քեզ ոնց պիտի վաճառես ու sense բաներ։ Այս մասով մենք կազմակերպում ենք բարբերաբար որոշակի դասընթացներ, այս
որ ասցիր համագործակցել, այդ մտքից եկա, որ ոչ միայն իհարկե մեր ուսանողների համար, բայց նաև մեր ուսանողների մեջ մեր ուսանողներից արդեն կլինեն լիքը հետաքրքրված մարդիկ նմանատիպ ֆորմատով, որպեսզի մասնակցեն ու գիտելիք ստանան, թե ինչ հարթակ է, ոնց կարելի է, չեմ ասում միայն նրա համար, որ իրանք որպես մասնագետ այնտեղ ներկայանան ու իրանք հայր անեն, այլ հենց ոնց ներկայանան ու ոնց հասնեն նրան, որ ոչ թե գան ասեն ինձ հայր արա, այլ որոշակի գործունեություն ծավալեն, որի արդյունքում չգիտեմ, մեկի համար նպատակը կլինի հայր լինելը, մեկի համար նպատակը կլինի ուղղակի ճանաչելիություն ձեռք բերելը, մեկի համար ավելի հեռահար նպատակներ կլինի, Ոստեղ որ խոսեցինք շատ հետաքրքիր բան ես ասում, LinkedIn-ը օքեյ, իր մասին խոսում ենք, բայց այնտեղ գործունեություն ես դու ծավալում ոչ միայն on-line ձևաչափով, այսինքն on-line ձևաչափով ես գործունեություն ծավալում, բայց քո առաքելություններից մեկն էլ նաև համարում ես այս մարդկանց բերել իրական կյանքում շփման ու offline ձևավորել այդ կապերը, որոնք որ այդ connection-ները, որոնք կան LinkedIn-ում, այնպես անել, որ մարդիկ իրական կյանքում էլ հանդիպեն ու բերեն այդ ամեն ինչը պրոյեկտեն արդեն իրականության մեջ ու քաղեն իրենց ամեն մեկ իրենց ոնց որ դու ասեցիր, տված արժեքի պատասխանը ստանան։ Դրա անունը LinkedIn Local Երևան է, որին ես էլ եմ հետևում ու շատ ուրախ եմ, որ կա տենց event։ Կպատմես մի քիչ, որ մնացած մեր հետևորդներն էլ իմանան, ի սկզբանե որտեղից է եկել պահանջմունքը ու ինչ ճանապարհ անցել։ Նախ ասեմ, որ LinkedIn Local Երևանը միջոցառում չի, այլ ակսելերատոր է, արագացուցիչ է հարաբերությունների, գործարքների։ Այս շատ կարևոր է, որ այդպես ֆիքսվի։ Մենք գործունեության մեջ ես գործընկեր ունեմ, Էմիլ Կրյանը, մենք միասին մոտ 5 տարբեր բիզնես միությունների անդամ ենք ու շատ ենք սիրում նեթվորքինգը եւ կարևորում։ Մեր հաճախորդների մեծ մասը գալիս են կապերով, հենց հարաբերություններով։ Ու մենք սիրում ենք կիսվել մեր կապերով։ Մի այսպեսի դեպք պատմեմ, Գերմանիայից մի գործարար եկել էր Հայաստան, ուզում էր տեղի գործարարներից խոշորներից մեկի հետ շփվել։ Մենք այդ կոնտակտը ստեղծեցինք ու ինչ-որ գործարք եղավ, չեք պատկերացնի ինչքան ուրախ էր ու զանգել էր, գումար էր առաջարկում, ուպես շնորհակալություն։ Ստեղ կներես, դի բան անեմ, ողջունեմ Դիլբարյան Վահագնին, իր 100 բիզնես գաղտնիքների առաջին հենց բանը կապերն է, չէ։ Ու այդ մասին մենք ենք շատ խոսում մեր ոդքասթում ու ես միշտ ընդհանրապես եմ խոսում, կապերը շատ կարևոր բան են, որովհետև այսօրվա աշխարհում, բիզնես աշխարհում ավելի կարևոր է թե դու ում գիտես, իմ կարծիքով դա տենց է դարել, ու չէի ուզի փոքրացնել դերը թե ինչ գիտես, բայց նաև ոչ պակաս կարևոր է թե ում գիտես։ Համաձայն եմ։ Մի այսպեսի տող կա, որ քո կապերը քո կապիտալն է, դա ակտիվ է իրականում։ Այո։ Ու այդպես մեր ոնց որ տարիների շփման ընթացքում հասկացանք, որ քան որ սիրում ենք կիսվել ու մարդիկ դրա կարիք ունեն, ինչ անենք։ Դրա համար փնտրեցինք ֆորմատ ու գտանք LinkedIn Local ֆորմատը, որը իրականում մենք չենք հնարել, դա ընդունված ֆորմատ է, աշխարհի տարբեր երկրներում, քաղաքներում արվում է, LinkedIn Local New York, London եւ այլն։ Ու մենք 2024 թվականին արեցինք Երևանում։ Կներես, մի հատ sense հարցկով կներես, էլի որ ընդհատում։ Դա մենք զորություն։ Հա, ուրեմն այդ ինչ որ organization-ա, որ կարելի է վերցնել այդ իրավունքը անել, թե ցանկացած մարդ կարա կազմակերպի։ Ինքը բաց ֆորմատի միջոցառումը ունի հստակ ուղեցույց, եթե հետևում ես ուղեցույցին, ունի իր բրենդինգը, կանոններ եւ այլն, կարող ես կազմակերպել։ Յորոցի մի սահմանափակում չկա։ Ուղղակի մենք ես շատ ուսումնասիրել եմ աշխարհի փորձը, Գերամ ջան, կարող ենք ստեղ բարձրադանենց մուրադի հայացք ընդունել, Երևանում ինչ որ արել ենք ու անում ենք, աշխարհում գրեթե ինչ որ կա համացանցում ամենալավն է, ամենաճոխն է եւ ամենասեգմենտավորվածը։ Եթե LinkedIn-ում on-line հիմնական թիրախը էգզեկյուտիվներն են, բայց նաեւ որոշակի կրթական բովանդակություն կա ուսանողների այլ մասնագետների համար, ապա offline LinkedIn-ը այս միջոցառումը ինքը միայն decision maker-ների համար է, այսինքն մեր միջոցառման ուսանողները կամ պարզապես մասնագետները իմաստ չունի գան, որովհետեւ սա networking-ային պլատֆորմ է։ Այսպեսի կլոր սեղանի շուրջ նստում են 10 հոգի, նմանատիպ միջոցառման եղած կլինես, որտեղ փնտրում են համագործակցություն, այսինքն մանդատ
շատ ունեն որոշում կայացնելու ու միավոր ժամանակում շատ արագ գիտեք ինքը այնպես է մտածված որ դու լինես ինտրովերտ, էքստրովերտ, շփվող, չշփվող, դու մտնում ես մի հատուկ ալգորիթմի մեջ ու շփվում ես շատերի հետ, ու շատերը լսում են քեզ, դու շատերին ու անպայման այդտեղից գործակներ են դուրս գալիս։ Այսպես առաջացավ ու 24 թվականին ի տարբերություն շատ դեպքերի մենք պիլոտը արեցինք Միացյալ Նահանգներում մինչև կանենք Երևանում արեցինք Լոս Անջելեսում մոտ 100 գործարար տեղացիներից հավաքվեց, շատ ֆանտաստիկ լավ էներգիայով միջոցառում էր։ Հետո ապրիլին արեցինք Երևանում ու այդպես արդեն այս տարի էլի երկրորդ անգամ Նահանգներում արեցինք, երկրորդ անգամ Երևանում, բայց նաև հասցրեցինք անել Չինաստանում եւ Հետաքրքիր հարց առաջացավ։ LA-ում մենք գործունեություն ծավալել ենք, ես անձամբ որոշ ժամանակ այնտեղ աշխատել եմ, բայց LinkedIn-ի պոպուլարությունը ոնց կգնահատես կոնկրետ LA-ում, US-ում չէ, LA-ում։ Հասկացա։ Դե LA-ն էլ է շատ լայն հասկացողություն, հա։ Տեսեք, եթե մենք նկատի ունենք հայկական համայնքը, Նաև հայկական համայնքը շատ բազմաշերտ է ու շերտավորումը շատ սուր է այնտեղ։ ես հենց դրա համար Այնտեղ իրար կողք ապրող շերտեր կան, որ իրար մասին չգիտեն։ Ու մենք Պարկասու ունենք լավ կապեր ու մենք հայտնվեցինք այն շերտերում, որտեղ դրա կարիքը կա, գիտակցումը կա, դեմար երկու անգամ նույն միջոցառումը արել ենք ու մեծ պահանջարկ ունենք։ Իսկ եղել են գործարաններ, որոնք որ օրինակ LinkedIn-ում այդքան էլ ակտիվություն չեն ունեցել, այդ միջոցառմանը մասնակցել են։ Այո։ Ու տեղից է առաջացել իրանց բանը LinkedIn-ի հետ կապը։ Այս մասով, որովհետև Հայաստանում արդեն մենք կարողացել ենք ինչ-որ կետի հասնել LinkedIn-ի օգտագործելիության առումով, որ գործարանների, ու չգիտեմ, դուք ասես երևի մեծամասնությունը կամ ահագին մասը օգտվում են կակ մինիմում, բայց այնտեղ մանավանդ հայ համայնքում մի քիչ այդքան էլ տենց չի, որովհետև ես ունեցել եմ գործընկերներ, որոնք որ LinkedIn-ով ենք մենք իրար հետ ծանոթացել, շփվել, հետո դարել գործընկեր, հետո պարզվել է, որ վերջի 3 տարում այդ մարդը հետ մի անգամներ մտել LinkedIn, Շատ ու վերջ։ Okay, իսկ այդ Բայց եթե կարասեմ ավելում անեմ, տպավորություն չտեղսի է, որ LinkedIn-ը տենց հատուկ շրջանակների է միայն IT կամ շատ ինչ-որ նեղնիշային բիզնես ոլորտների համար է, որովհետև ինքը բիզնես գործիք է։ Դնենք HR ու մյուս կարերայի առումով համատեքստերը, զուտ բիզնեսի առումով, ես ուզում եմ ստիվ արձանագրվի, որ համաշխարհային ստատիստիկա LinkedIn-ում գեներացվում B2B լիդերի 80%-ը համաշխարհային մասշտաբով միջինացված։ Ու ստեղ շատ հաճախ ինդուստրիան կապ չունի։ Ես երկու հետաքրքիր քեզ պատմեմ, դեպք լսեցի վերջերս մեր ընկերներից, որ չեք հավատա շատ զավեշտալի է, ոչխար է ծախում։ Դեպք ա եղել, երբ որ Հայաստան գառ ա ծախել, այո, մոտ 5000։ Ինչ ա արել։ Եղել է նման առաջարկ, ինքը ինչ արել, դրել է խմբերում ըստ իր, փնտրել է շեյխեր, ըստ իր նկարագրության շեյխերը բոլորը մարդիկ են, ովքեր համապատասխան արաբական հագուստով են, ու նամակներ ա գրել ու 5000 վաճառել, ամբողջը չէ, բայց 5000 հատ վաճառել է։ Մեկ այլ դեպք, ես վերջերս Նայիրիտում աշխատած մի մարդու հետ ծանոթացա, մի քանի տարի առաջ մոտ 12 միլիոնի կաուչուկ ա վաճառել LinkedIn-ի միջոցով։ Խեմ սա ասում, որտեղ շատ հաճախ LinkedIn-ը ասոցիացվում միայն սերվիսների, հատկապես խորհրդատվական կամ IT, բայց չէ, այդպես չի։ Իրականում ինքը շատ լայն գործիք է ու այո, պետք է խթանենք, որ բոլորը իրենց մոբայլում անպայման ունենան LinkedIn-ի հավելվածը։ Ավելի կարևոր է, քան Snapchat-ը կամ հավատացեք TikTok-ը։ Հա, ես համաձայն եմ ու այս մասով LinkedIn-ի trend-ն էլ մի քիչ ուրիշ ու այնտեղ այս պահին ոնց որ դու ասացիր արժեք ստեղծելու այդ քո ստեղծած արժեքի հիման վրա ինչ որ մի հատ հետաքրքիր trend չենք ասում այնտեղ, բայց նու այդ տիպի ինչ որ բան անելու հավանականությունը, որը կարա ստացվի ու քեզ բերի իրական հետ արժեք շատ ավելի մեծ է, որ այս մասով հետաքրքիր, ուզում եմ ասեմ կրեատիվի տեղը շատ մեծ այնտեղ։ Ես տենց եմ տենում։ Երեք երեկոյան սրճարանում մենակ նստած եմ, մոտ 1 ժամ ժամանակ ունեի, ասացի ինչ անեմ,
անկեղծ ասած լիքը չպատասխանած նամակներ ունի 100-ից ավել անծանոթ մարդկանցից։ Ու սկսեցի հերթով նայել եւ պատասխանել։ Ուրեմն ինչ գտա, շատ ազնիվ ասում եմ, ուրեմն 2-3 ոդքասթի հրավեր։ Մոտ 5 հետաքրքիր գործիքի free trial մոտ 1 ամսա կտրվածքով։ Հետաքրքիր affiliate ծրագրերի առաջարկներ, որ ես կարող եմ անել, այսինքն outreach են անել, որպես ես ներգրավեմ։ Կոլաբորացիայի այլ տարբերակներ, տիպի շուկաների փոխանակում, ընդհանուր կետեր, ծառայությունների միավորում եւ ուղղակի մարդիկ, ովքեր իմ, այսպես ասած, իդեալական հաճախորդներն են, ICP ասածը, ու մենք կարելի է հարաբերություն կառուցել։ Ու սա ես հենց այսօր վերածել եմ կոնտենտի։ Հիմա սա LinkedIn-ում հենց այս պահին ինքը բովայս այդ դեպքը պատմում եմ ու ասում եմ, որ նամակներս կարդացի եւ այլն։ Հիմա տրենդի կոնտեքստում ինչն եմ ուզում ստեղ շեշտել, որ հավատացեք միակ տրենդը ամենաաշխատող հետևողականությունն է։ Այդ թվում է ինչ որ լինում պատմում, բայց հետևողականություն, երբ որ դու ինչ որ schedule-ով ես ամեն օր եմ անում, բայց այդպես խորտ չեմ տալիս, բայց ֆիքսված հետևողականությամբ դու ակտիվ ես, այդ տրենդը միշտ աշխատում է։ Այդ ինչ որ քեզ հետ լինում է պատմեսի մասով մարդիկ կան, որոնք որ այդ ամեն ինչին համաձայն են, Գող ջան, ուղղակի ասում են լավ, օքեյ, բայց այդքան կոնտենտ ստեղծելը ինձ էլ են այդ հարցը տալիս, վստահ եմ քեզ էլ տված կնեն իրանց մի քիչ բուստ անելու համար, էլի, կոնտենտ այդքան շատ կոնտենտ ստեղծելը ժամանակի, էներգիայի, նոր մտքերի եւ այլնի հետ չի կապված, այո, ուզում եմ ասեմ իմ մասով ու դու ասա քո մասով, բայց այդ կոնտենտը նաև գեղեցիկ եւ հարիր ձևով մատուցել այն ինչ որ քո հետ տեղի ունենում, որովհետեւ դու մարդ ես, որը որ աշխատում է կոնկրետ քո ոլորտում գործունեություն ես ծավալում, ու այդ դեպքերը, кейսերը արդեն իսկ հետաքրքիր են։ Ոնց է իրավաբանության մեջ кейսը հետաքրքիր ինքն իրանով որպես кейս։ Այդ նույն кейսը, ժողովուրդ ջան, մեր մոտ է դինում ու кейսա դա եկավ հաճախորդը կամ չէ մեր պրոյեկտի մեջ այսինքն միացած հետաքրքիր ինչ որ բան տեղի ունեցավ ու դու ոնց ես կոնտենտը քո մոտ ոնց է գալիս շատ հետաքրքիր հիմնական չենելներ է հա իրականում դա հենց մեծ թակարդ է շատերը հենց այդտեղ են ստոպ լինում այդ թվում մարդիկ ովքեր ժամանակին ակտիվ են եղել վերջերս մի քոուչի հետ էի զրուցում ու հենց այդ մասն ենք խոսում ասած ժամանակին ակտիվ եմ եղել հետո ինչ-որ պահի շատ ժամանակ տարավ թողեցի բայց հաճախորդներ ունեցել իրական թակարդը ինչու՞ն է որ մենք մտածում ենք որ ամեն օր մի բան պետքա հորինենք բայց այդպես չի հետ այդպես չի ես մի օրինակ բերեմ հետո կամ բանաձև նայեք այս ոդքասթի մասին ես կարող եմ առնվազն 3 բովանդակություն ստեղծել կարա լինի նույն շաբաթվա մեջ կարա լինի մեկ ամսվա կամ երամսյակի օրինակ հրավիրված եմ այսիշ ոդքասթին 2 բառից ոդքասթի մասին եւ հոսթի մասին հետաքրքիր ես շատ ողջորված եմ այսիշ թեմաների մասին խոսել ուղղակի հայտարարություն երկրորդը գնացի ոդքասթի խոսեցինք այսիշ թեմաների մասին եւ այլն ու այսպեսի մի անսպասելի հարց տվեց ինչի մասին ես մտածեցի էլի բովանդակությունը եւ երրորդը երբ որ այս ոդքասթի մի հետաքրքիր այլ կոնտեքստով հարց տվեց, որը վստահ եմ շատերին է հետաքրքիր, ես մի փոքր research արեցի եւ ունեմ դրա պատասխանը։ Հիմա կիսվում, տեսեք, մի դրվագով առօրյա դեպք մենք կարող ենք վերածել բազմակի կոնտենտի, ընդ որում երամսյակը մեկ տարբեր թեմաներով այդ մասին կարելի է խոսել։ Հիմա դուք ինձ 10 հարց եք տալի, ամեն հարցի մասին կամ 15 կարելի է առանձին բովանդակություն ստեղծել։ Սա զուտ ինչպես կարելի է կոնտենտ գեներացնել առօրյայում։ Հիմա բանաձևը։ Նախ այս պատմության հերոսը Գերամ ջան, ոչ ես եմ, ոչ դուք եք։ Մեր հաճախորդն է։ Շատ կարևոր է, որ այսինքն երբ որ դու սկսում ես LinkedIn-յան քո ճանապարհորդությունը, դու պետք է հասկանաս, որ կինոյի տղան դու ես, կինոյի տղան քո հերոսն է։ Հետևաբար պետք է սկսել նրանից, ինչպես։ Մարքեթինգային լեզվով ասած, վերցնել ենթադրենք դուք IT ընկերություն եք, մատուցում եք IT ծառայություններ։ Հիմա դուք վստահ եմ ունեք ձեր մշակած ICP-ն ով է։ Ու ունեք ICP-ի սեգմենտները, ենթադրենք առաջի կատեգորիա, երկրորդ եւ վերցնեք առաջի կատեգորիան, ամենա, չգիտեմ, մեծ բյուջեով եւ ամենահետաքրքիրները։
որ կարող է լինեն, չգիտեմ, ICP-ի մասով այդ մարդկանց ովքեր չգիտեն, այդ իդեալական այն պերսոնան է, ում վրա որ դուք կարող վաճառք իրականացնեք ու որ գորը նկատի ունի կատեգորիաներ, կատեգորիաների այդ կատեգորիացումը տարբեր ընկերություններ տարբեր կերպ են անում, դա կարող լինի ինդուստրիայից ելնելով վճարունակություն, պրոդուկտից եւ այլն, որ շնորհակալ եմ ինֆորմացիան համար, ես ես դու ասա ես կմեկնեմ դու ես դիապետում շատ մեսի այդ նոթի համար հիմա հա ինչ է ասում ենթադրենք ICP-ին գիտենք վերցնում ենք A կատեգորիան ու ICP ոնց որ decision maker-ը ենթադրենք CEO-ն է կամ founder-ն է կամ co-founder-ն է կամ այլ կերպարա պետք է սահմանել իր այսպես մարքեթինգային լեզվով ասած pain point-ները, ցավոտ կետերը, ինչ խնդիր։ Ենթադրենք ես ձեր պոտենցիալ ձեր ICP-ն եմ, ինչ խնդիրներ ես ունեմ։ Այդ խնդիրները կարող եք բաժանել երկու խմբի՝ էմոցիոնալ, վախեր, օրինակ նախկինում աշխատել եմ Z տիպի ընկերության հետ, ինձ քաշել են, օրինակ։ Հիմա սա ցավոտ կետ է ձեր հետ գործարքի գնալուց առաջ, որ ես անդադ հիշել եմ։ Երկրորդը ֆունկցիոնալ առումով, կարելի տեխնոլոգիական առումով ենթադրենք ես սովորեմ աշխատել ծանր ծրագրերով, դուք ունեք նոր AI լուծումներ, ես իմ համար դժվար է անցում, այո։ Հիմա երբ որ դուք pain point-ները թղթի վրա անդվում շատ հավես, հենց հիմա ով մեզ լսում է կարող է անել։ Թղթի վրա այդ տնային առաջադրանք այդից է սկսում ամեն ինչ։ Գրում ենք մեր pain point-ները, խմբավորում ենք էմոցիոնալ, ֆունկցիոնալ, դու արդեն ունես թեմաներ, ինչի մասին կարելի է խոսել։ Հաջորդ փուլը վստահ եմ Գեգամ ջան, որ քո առօրյայի մեջ հիմա ինչպես նկարագրեցիր առօրյայում դրանից առաջ քո կարդած գրքերում նայած ոդքասթերում դու լիքը իդեաներ ես ունենում ինչա պետք անել վերցնել մի նոթ հեռախոսում գրել content idea bank ես այդպես եմ անում այսինքն հիմա մեր խոսակցությունից որ իդեա ունենամ այնտեղ գրելու եմ գրում իդեան նախորոքել ունեմ նաև pain point-ներ։ Երբ որ ժամանակ եմ ունեմ սրճարանում նստում եմ կամ օրվա ընթացքում 1 ժամ տրամադրում եմ, ես փորձում եմ բովանդակությունը ստեղծել map անելով, այո, կապելով pain point-ի հետ։ Այսինքն գլխավոր իդեան օրինակ ոնց անցում կատարել, չգիտեմ, ավանդական տեխնոլոգիաներից AI տեխնոլոգիայի։ Կարելի է մտածել սա էմոցիոնալ կտրով եւ այլն, ու վստահ եմ դու նման բանակցություն ունեցել ես։ Ինչպես այդ case-ը, ինչպես դու նման հաճախորդին կոնվերտ արեցիր կամ չարեցիր, բայց այդ հարցը առաջացավ։ Եթե իրա մոտ առաջացել է, հազարավների մոտ եւս Դա է ուզում ասել։ Իմ մոտ եղել է sense բան, որ ունեցել եմ այ հենց քո ասածը, որ աշխատել ենք ինչ որ ընկերությանից, ոչ թե քաշել է, այլ XYZ նախ ինքը բաց չի եղել, որ ասի թե խնդիր ինչու՞մն է։ Շատ դեպքերում քո մոտ էլ եղած կլինի, գալիս է հաճախորդը քո մոտ ուրիշ ընկերությունից ու բնական հարց առաջանում։ Այդ հարցը միշտ ես խորհուրդ եմ տալիս մարդկանց, որ տան հարցազրույցների, երբ որ իրենք ինչ-որ գործատուի մոտ հարցազրույցի են, այդ հարցը իմ համար պարտադիրներից է, որ մեզ տան կամ ես տամ, որ ինչ է եղել, ինչի է այս position-ը вообще բաց։ Այո նոր եք ստեղծել, մարդ ա եղել գնացել, խի ա գնացել։ Նույն կերպ ինչի է այս մասը ձեր ընկերությունում բաց, ասենք նախկին վենդերը իր հետ ինչ ա եղել, տեղից եթե հնարավորություն ունեք, այդ փորձի հետ այդ ավելի շատ է գալիս, ոնց բացես մարդուն, որ պատմի այդ քեզ։ Երբ որ պատմում է, այդ ընթացքում պատմելու ընթացքում դու պետքա այնքան ճկուն լինես, որ արդեն քո ընկերությունը ներկայացնելու հաջորդ փուլում որ ներկայացնես քո ընկերությունը, ներառես այն կետերը, որը որ փակում է իր ցավերը։ Այո։ Ու ոչ թե անկապ, այլ կոնկրետ кейսերով, ու ոչ թե հենց իրան ի պատասխան ասես, այդ իմ կարծիքն է իհարկե, որ այ մենք այտենց չենք անում, սենց ենք անում, որտեվ այդ մարդը հասկանա, որ կարող է հենց տենց էլ անում եք, բայց այդ պահին որ դու չես ասելու, դե մենք ենք տենց անում, չեք եկել մեր մոտ։ Դու պետք է այդ ամեն ինչը այնքան սահուն անես, որ այդ մարդը դուրս գա գործարքը արած ու շատ մեծ վստահությամբ որ ճիշտ ընկերություն ընտրել։ Հիմա կոնտենտի առումով այդ դեպքը հետագայում դու կարաս ստեղծես կոնտենտ ու պատմես ու դու գիտես 4 կետ, որի 4 գլխավոր կետերը, որի պատճառով ընկերությունն են փոխում։ IT ընկերություն։ Այդ 4 գլխավոր կետերից ոնց որ դու ես ասում, ամեն մեկի համար կարելի է մի քանի կոնտենտ գեներացնել, կոնտենտը կա,
քո համար հարց լուծում է, որովհետև այդ եթե 4 գլխավորներն են, ուրեմն տասնյակ ընկերություններ այդ ցավով տառապում են։ Դու խոսում ես ցավից, այդ մարդը ասում է, այս մարդը գիտի իմ ցավը, հետո հաջորդ կոնտենտով է խոսում ես այդ դրա բուժումից, գիտես նաև բուժումը, հիմա եթե ինչ որ մեկին շո տեղը ցավում է, գիտի իմանա բժշկին, որը կարա բուժի, որ այդ հետ մարդու մոտ իմ համար կոնտենտ է դա content marketing-ի 3 փուլերը անցկացրեցիք, բայց ես այդ փուլերը մասնագիտորեն կարող եմ եւ չգիտեմ։ Awareness, consideration, decision, կամ top of funnel, զագարի վերև, զագարի մեջտեղ եւ ձեր ասած ինֆորմացիա տալ օրինակ որ նման խնդիր կա կամ վիճակագրություն տալ։ Այդ զագարի վերև։ Այո, երկրորդը տալ օրինակ։ Զագար նկատի ունենք այն մարդիկ, չէ, բացատրեմ էլի, զագարը ունի բերան, այդ բերանով լցվում է ջուրը։ Այս դեպքում լցվում են շատ մարդիկ։ Ինչ ենք համեմատում զագարի հետ, ժողովուրդ ջան, որովհետև վերջում դուրս է գալիս ավելի քիչ մարդիկ ու այս process-ը, որ նկարագրում է գորը, այդ անցումն է։ Էլի շնորհակալություն հրաշալի պատկերավոր կերպով ներկայացնելու։ Հիմա ձեր նկարագրած զագարի վերևում մենք տալիս ենք բովանդակություն, որը մեր ինդուստրիայի ընդհանուր վիճակագրության կամ, չգիտեմ, տենդենսների մասն է։ Զագարի մեջտեղի բովանդակությունը ավելի այստեղ added value կա, ոնց որ հավելել արժեք կա։ Դա կարող է լինի մենք ինչպես ենք անում կամ մենք ինչպես ենք արել նախկինում անվճար guide, անվճար e-book, զագարի ներքևում արդեն կոնկրետ գործողության կոչա կամ հրավեր, որ եկեք մենք այդ խնդիրը լուծենք ձեր համար։ Սա բայց ճանապարհը, որ մարդը պետք է անցնի ICP-ին, որպեսզի վերևից մինչև դու էլ իրան պետք է այդ ճանապարհով անցնես։ Շատ հետաքրքիր sense անցում կատարեցինք մարքեթինգին։ Այո։ Ամեն ինչից այն կողմ, ոնց որ ասում են, գորը մարքեթինգի մասնագետ թվային։ Այո։ Կուզեմ մի քիչ պատմես այդ մասին, targeting ընկերության մասին, ոնց ստեղծվեց, ինչ ցավոտ խնդիրներ լուծելու համար ստեղծվեց ու այս կոնտեքստում այդ իր տրանսֆորմացիան էլ, հա, կուզեմ, էսի շատ կարևոր ու հետաքրքիր թեմա է համ իմ համար, համ բոլորի համար։ Ոնց է մարքեթինգը տրանսֆորմացիայի ենթարկվել վերջին ժամանակներում, ինչ միջոցների, ինչ ազդեցություններից ելնելով ու վերջում մեծն AI-ի վերը։ Ես կարող այդ բոլոր հարցերը չհիշեմ, Գերամ ջան, ընթացքում հա։ Targeting-ի պատմություն ուրեմն շուտով կդառնանք 10 տարեկան, էլի ստեղծվել է պահանջարկ ստեղծելու արդյունքում։ Իմ առաջի մուտքը կամ առաջի շփումը մարքեթինգի հետ եղել է search engine optimization կամ SEO ասածով, երբ որ ես այդ մասնագիտությունը սովորեցի, սկսեցի սովորացնել, նաև ծառայություն մատուցել, մեկ տարի հետո հանդիպեցին գործընկերոջս, ոնց որ ծառայությունների ցանկը մեծացրեցինք, հաճախորդները եւ այլն ու այս որպես ամփոփում ասեմ, այս պահին մենք հիմնականում աշխատում ենք միջին եւ խոշոր ընկերությունների հետ, ունենք պորտֆոլիոյում 3 հիմնական կատեգորիա՝ ֆինանսաբանկային ոլորտ, այնպես տարբեր ծառայություններով, դա կլինի search engine optimization, դա կլինի web, տեխնիկական, branding եւ այլն, medical բժշկական ոլորտում շատ խոշոր հաճախորդներ ունենք ու մեր համար շատ թիրախային է ու շուտով կանալիք էքսպոյին նաև մասնակցելու ենք եւ երրորդը կառուցապատման ոլորտն մենք Երևանում ենք հիմնականում աշխատում ունենք Գյումրիում 3 հոգանոց փոքր թիմ remote այսինքն մասնաճյուղ չի ուղղակի հրավար աշխատում են իրենք Երևանում ենք բայց առողջություն մատուցում ենք հիմնականում անգլիախոս դիրույթներում որտեղ որ անգլերեն արդիկ բովանդակություն է ստեղծում կամ անգլիախոս լեստարան կա որտեղ այլ լեզուների դեպքում կա բարդություններ ոչ բոլոր ծառայությունների բայց այդպեսի ոնց որ ֆիլտր ունենք մենք թերևս այսքանը մեր մասին մենք այսինքն մատուցում ենք շատ տերմիններ չեմ ուզում օգտագործեմ, տեսեք, բիզնեսին օգնում ենք 0-ից մինչև հաճախորդի հետ կապ ապահովել, ինչպես կա բիզնես գաղափար, դրա կորպորատիվ ոճը ստեղծել կամ բրենդինգ ասածը։ Այնուհետև ստեղծել են հարթակը, որտեղ ինքը ներկայացնելու իր առաջարկները, իր մասին ծառայությունները։ Դա կլինի վեբկայք, ինչպես դուք հավելվածներ կամ սոցիալական ցանցերի էջեր։ Հաջորդ փուլը եղած ակտիվներ, այսպես ասած, թվային, դա կլինի կայք, սոցիալական ցանցի էջ, դրանց առաջխաղացումը։
Google-ում, Yandex-ում, հիմա արդեն նաև AI-ի միջոցով եւ նաև հաճախորդների հետ կապի ավտոմատացում։ Դա ERP համակարգեր, CRM համակարգեր, call center-ներ եւ այլն։ Այսինքն, ինչպես ասացի սկզբում, կորպորատիվ ոճից, ինչպես կես հաճախորդը հիշի ճանաչի մինչև իր հետ հարաբերությունների շարունակական ապահովման տեխնոլոգիա, մենք կարողանում ենք լուծումներ տալ։ Այսինքն, այն մարդիկ, ովքեր որ ունեն բիզնես ու ունեն հարցեր, թե ոնց գտնենք այն մարդկանց, ում մենք պետք ենք։ Այո, կամ այն մարդիկ, ովքեր ում մենք պետք ենք, ինչպես մեզ գտնեն։ Այդ արդեն բրենդինգի մասով ու գործիքներ, որոնք որ օգտագործվելու են այդ ամենը իրականացնելու համար, հետո այդ մարդկանց գտանք ոնց ենք իրենց հետ աշխատելու ու մնացած sense այն կետերը, որոնք որ բիզնեսի, որ ասում ենք sense բիզնեսի առաջ խաղացում, շատ մարդիկ լայն բան են պատմում, այս մասով կարող են ձեզ հետ համագործակցել, աշխատել ու հույսը դնել նրա վրա, որ դուք այդ ճանապարհը իրենց հետ անցնելու եք, որովհետեւ ոնց որ մի փուլ չէ, էլի ժողովուրդ ջան, որ անցանք, տվեցինք, գնացինք։ Սա ճանապարհը, որը որ անընդհատ զարգացման կարիք ունի, ու օրինակ ֆինանսաբանկային ոլորտում, որ գորենք ծառայություններ են մատուցում, ոնց է այդ ծառայությունները օգտվողների համար, հա, այդ ուրեմն որ դուք ուզում եք ինչ որ բանկից օգտվել ու մանեք գալիս SNN կամ այն մյուս կրիտերիաներով ու հայտնվում է ձեր առաջ կոնկրետ առաջարկները այդ գորենց շնորհիվ է կամ եթե նոր բիզնես է, որը որ պետքա բրենդավորվի, որ մտնի շուկա ու ստեղծի են հարթակները, որտեղ որ պետքա ինքը ներկայանալի լինի, այդ գորենց շնորհիվ է։ Այս ասում եմ այն մասով, որ ոչ թե բիզնեսի տերը բիզնեսմենը, այլ այն մարդիկ, ովքեր օգտվում են այդ բիզնեսից, ոնց է լինում ու որտեղ է օգնում ստեղ targeting-ը, որ մարդիկ էլ հասնեն, որովհետև ոչ միայն բիզնեսի համար է կարևոր, որ ինքը գտնի իր հաճախորդին, հաճախորդի համար էլ է կարևոր, որ ինքը գտնի ճիշտ product-ը։ Այո։ Հաշարի քո առաքելությունը իրագործում ես։ Բաց թվացող երևույթները շատ բաց ներկայացնել։ Շատ մերսի։ Գորջան, այդ ձևափոխումը, հա, տրանսֆորմացիան մարքեթինգի տարիների ընթացքում, որովհետև մարքեթինգ 10 տարի առաջ կամ լավ 15 տարի առաջ մարքեթինգը բանյարային ինչ որ գովազդներն էին, հա, ասենց ինչ որ բաներ, հետո եկավ սոցիալական հարթակները, Facebook Ads մեծն, որը որ շատ օգնել է շատ բիզնեսների, շատերին էլ կարող է խանգարել է, ու ինչ որ sense գործիքակազմ, հետո սոցիալական ցանցերում առաջ խաղացումներ, հիմա ոնց է տրանսֆորմացիան, ուր է գնում։ Գնում է դեպի հիպերանատականացում, բնականաբար գնում է դեպի AI եւ ավտոմատացում, ու շուկան շատ արագ է փոխվում տարբեր համատեքստեր։ Վերջերս մի նյութ էի կարդում, ուրեմն թվերը չեմ հիշի, բայց միտքը հետևյալն էր, որ բազմաթիվ ոլորտներում սկսնակ մասնագետների պահանջը իսպառ վերացել է։ Շատ ակտուալ ու ճիշտ մեկնաբանությունը։ Ինչու, որտեվ արհեստական բանականության գործիքներում տված հնարավորությունները դա անում են շատ ավելի լավ, քան սկսնակ աշխատակիցը, կախված ոլորտներից։ Սա ոնց որ HR կամ ռեսուրսների տրամաբանության մեջ։ Բուն հարթակների առումով նախորդ ամիս մենք ունեցել ենք երկու հաճախորդ, որ եկել են մեր գրասենյակ, ովքեր մեզ գտել են AI-ի միջոցով։ Այս մասով մի քիչ կխնդրեմ, որ մանրամասնես, ինչ ասել AI search engine optimization AI-ում։ Սիրում եմ այդ մասին խոսալ։ Ես էլ։ Մի բան էլ ասեմ, մի հաճախորդել ինձ գրել էր անձամբ էր գտել Instagram-ով, ասեց AI-ն է ձեզ խորհուրդ տվել։ Այ ոնց անեն բիզնեսն է, որ AI իրենց խորհուրդ։ Դա ոչ մեկ չգիտի։ Հիմա կասեմ հիմնական սկզբունքները։
Այսինքն, տեսեք, ես ինքս սկսել եմ SEO-ից մոտ 10 տարի առաջ ու հիմա իմ մասնագիտությունը նախ ամեն տարի սպանել են խեղճ SEO-ին, ինչով հիմա ավելի են սպանում, ամեն տարի ասում են SEO is dead եւ այլն, բայց իրականում ինքը անդադ տրանսֆորմացվում է։ Ես մի անգամ հաշվեցի, Գեգամջան, ուրեմն մոտ 20 նոր տերմին կա, որոնք հավակնում են փոխարինել SEO-ին։ GEO, Generative Engine Optimization, AEO, Answer Engine Optimization, XEO, Experience Engine Optimization, LLMO, պատկերացրեցիր, եւ ու այդպես շարունակ, շատերը անհիմն, կա նաեւ AI Visibility տերմին եւ այլն, եւ այս վերջերս մի նոր տերմին տեսա, որը շատ ավելի տիպուկ բանանում, ոնց որ նկարագրում իրավիճակը, SEO-ն հավասար է SEO-ին։ Search Engine Optimization, հիմա Search Everywhere Optimization։ Այսինքն եթե մի ժամանակ մենք ասում ենք SEO առաջնահերթ պատկերացնում ենք պայմանական որոնողական համակարգ, պայմանական Google-ը, հիմա արդեն կան բազմաթիվ հարթակներ։ Դա կլինի ChatGPT, Gemini, Claude եւ մյուսներ։ Սա նախ պետք է հասկանանք, որ մեր ինֆորմացիայի վարվելու, որոնելու, աշխատելու սովորույթը վերջի 3 տարում դրամատիկ կերպով փոխվել։ Այսինքն այն ինֆորմացիան, որ մենք փնտրում էինք, այն արտահայտությունը, որ ասում ենք Google արա, կամաց ձևափոխվում է AI-ին հարցը։ Այսպեսի հումոր կար նախկին, ասում էին ես Google ես ума не надо, հիմա ընդհանրապես ума не надо։ Իհարկե սա հումորով եմ ասում։ Տեսեք, դա ոնց է արվում, գալով այդ հարցին։ Բոլոր հարթակները շատ կարևորում են բրենդը։ Ընդդրում թե բրենդը որպես բիզնեսի առումով ապրանքանիշ, թե որպես անձնային, շատ կարևոր է։ Ես մի քանի տեստեր եմ արել, օրինակ ես ունեմ իմ անձնական կայքը gorkarapetyan.com, որտեղ կան նյութեր իմ գրքերի եւ կամ այլ թեմաների մասին, բայց երբ որ փնտրում եմ, առաջներ բերում եմ կամ որ այն դրա շատ չեմ աշխատել, բերում եմ օրինակ իմ հրատարակչի Newmeg-ի կայքը, որը ինչի է այնտեղից բերում, որտեղ նա ավելի հեղինակավոր է, բրենդը ավելի ճանաչված։ Սա ինչի եմ ասում, այս պատկերավոր օրինակը նավին փոքր է քեսը կիսվելով, որ դա կլինի մեր բիզնեսը, թե մեր անձը, եթե ցանկանում ենք, որ AI-ը, կայա գործիքները մեզ խորտ տան, նախ մենք պետքա լինենք։ Այո։ Կներեք արտահայտությունից համար այդքան։ Լավներ, լինենք A, երկրորդը այդքան, այսինքն աշխատենք մեր բրենդի վրա, դա բիզնեսն է, թե մեր անձն է, ինչպես այլ կայքերում մեր մասին բովանդակություն հրապարակել, սոցիալական ցանցերում ակտիվ լինել, մեր բիոյում որտեղ որ կանք կամ կազմակերպության մասին որտեղ որ ինֆորմացիա կա ինքը հիմնական լինի եւ ինչքան հնարավոր է հեղինակավոր կայքերում դեպի հեղինակավոր կայքերից դեպի մեծ կան հղումներ։ Առաջի բանը եթե ասեմ բրենդ, այսինքն բրենդը կարող է դա լինի ապրանքանիշ թե անձնային։ Երկրորդ բանը բովանդակությունն է։ Եթե մեզ լսողներ, այսինքն հարցում են ինչպես անենք, որ մեր կայքը հայտնվի։ Տեսեք, նախորդ շաբաթ մեր խոշոր գործընկերներից մեկի հետ հանդիպանեինք, ում կայքի համար մենք ոչ մի լրացուցիչ բան չէինք արել, քան ոնց որ SEO-ի համար անելիքներն էին։ Ու երբ որ ստուգեցինք իր եւ իր երկու ամենահոխերի մրցակիցների կայքերը, AI Visibility կամ AI-ում ովքեր են երևում, իրանք ավելի շատ են երևում score կա, score-ով ավելի բարձր քան մյուսները։ Ու հավատացեք, ոչ մի առանձնակի ջանք չենք արել։ Արել ենք մեն ավանդական բաները, որոնց մեջ առաջինը բրենդի հետ աշխատանքն է, երկրորդը բովանդակությունն է, որտեղ AI-ը ինչ է, ինքը կրթվում է թե ստեղծված բովանդակությունից։ Այսինքն, եթե մենք ստեղծում ենք content-ը հարմար է AI-ին, անկալելի է, օգտագործվում։ Եվ երրորդը ավելի տեխնիկական է, չեմ ուզում այդ դաշտ մտնենք, կայքի արագություն կամ տեխնոլոգիաների արագություն, usability եւ այլն։ Այս երեք սկզբունքները եթե պահում ենք, գրեթե ինչ պատկեր ունենք Google-ում, պատկերի մոտ 70% պրոյեկտվում է AI-ի վրա։ Իհարկե կախված է prompt-ի նրբություններից, այնտեղ անհատականացումից եւ այլն, բայց միջինացված այդպես է պատկերը։ Այս մասով իմ կարծիքը ասեմ, ու որ դու էլ քոնը մեր չերանես, Գորջան, որ ասում ենք AI
ու մասնագետներ, սկսնակ մասնագետների պահանջի կորուստ եւ այլն, ես sense եմ այդ ամեն ինչը տեսնում, ի սկզբանե էլ տենց եմ տեսել ու այդ միտքը նաեւ լսեցի Silicon Mountain-ի ժամանակ սպիքերներից մեկից, որ ոչ թե AI-ը եկել է փոխարինելու մեզ, այլ AI-ը եկել է փոխարինելու նրանց, ովքեր որ չեն ընդունում իր գալը ու չեն սկսում սովորել աշխատել իր հետ։ Այսինքն ոչ թե մենք պետքա վախենանք ու ասենք AI-ն եկավ, բա մենք ինչ ենք անելու, փախնենք, այլ իրան դիմավորենք շատ լավ, շատ գրկաբաց, սովորենք օգտվել իր գործիքներից ու շատ արագ, հիմա տես, մի հատ sense օրինակ բերեմ, ենթադրենք, ես ուզում եմ ինչ-որ մտածում եմ ինչ-որ ֆիչերի մասին ու ունեմ ինչ-որ խնդրահարույց կետեր, հա, այդ ամեն ինչը ես նստում եմ մտածում եմ, թե ոնց լուծեմ, brainstorm կարամ անեմ AI-ի հետ, կարամ անեմ, որը որ այն ժամանակ կամ ինչ-որ մեկի հետ պիանեի, կամ եթե մարդ չկար կողքս, մնացի մենակ, brainstorm անել հետ չի նշանակում, որ պատասխանը այդ կետի խնդրահարույց ինքն է ինձ տալիս, բայց խոսալու ընթացքում ես կգամ այդ պատասխանը։ Տրամաբանությունը զարգանում։ Հետո ես ունեցա իմ պատասխանները, պետք է ամեն ինչը մտ ձևակերպեմ։ AI-ին ինձ օգնում է, որ այդ ամեն ինչը ես ձևակերպեմ։ Ես AI-ին կարող ասեմ, թե ում համար եմ դա ձևակերպում։ Եթե ծրագրավորողի համար եմ ձևակերպում, թե ինքը ոնց պիտանի, ֆորմատը ինքը ունի անում է։ Եթե partner-ին դի բացատրեմ, ունի անում է, եթե պիտի մարքեթինգի թիմին ասեմ, թե այս ֆիչը ինչ է, ինչ անում, մեզ ինչ օգուտներ է բերում, այսինքն զուտ ինքը օգնում է, այն ժամանակ թե դուք պետքա նույն բանը փորձեիք տարբեր ձև ներկայացնել այդ երեք մարդկանց, հիմա այդ ամեն ինչը ինքը ձեր փոխարեն անում է, բայց այդ չի նշանակում, որ ինքն է մտածել ու ինքն է ստեղծել այդ նոր ֆիչը, հա? Չէ, այսինքն ձեր գործը կա, դուք էլ ավելի լավացրեցիք, հիմա այն բոլոր կողմերը գոհ են ձեզնից, ասում են, այս մարդը համ մտածեց, համ թույն ներկայացրեց, բայց այդտեղ ձեզ, եթե AI չներ, այդ թույն ներկայացումը չերնելու, ասել են, այս մարդը լավ մտածեց։ Հիմա այդ նաև թույն ներկայացրեցը կամ brainstorm-ի արդյունքում բոլոր խնդրահարույց կետերը փակելը ձեր արժեքը որպես աշխատակից բարձրացրեց, կարակ ավելի բարձր աշխատավարձի հույսեր ունենաք, կարակ, հիմա ինչ եղավ, ձեզ հանեց, թե հլը մի բան էլ ուժեղացրեց։ Դրան շատ հրաշալի ձևակերպում կա, որ ասում եք մտածում էի, իրական այլ համակարգերի մասին էին ասում, հիմա նաև AI-ի մասին են կիրառում, second brain, երկրորդ ուղեղ։ Այստեղ երկու բառերը շատ կարևոր է։ Ոչ առաջին, ու ուղեղ։ Շատ համաձայն եմ։ Ես իմ աշխատանքային ոնց որ ֆունկցիաների մեծ մասի մեջ AI օգտագործում եմ, ամենաշատը որ օգտագործում եմ գաղափարների վալիդացիայի մեջ է եւ գաղափարների քննադատման մեջ է, շատ է ինձ օգնում։ Ես անդադ նոր գաղափարներ եմ ունենում ու կարիք եմ ունենում օբյեկտիվ գնահատականների ու բացերի ու կույրկետերի եւ այլն ոնց որ ու շատ է ինձ օգնում։ Աշխատակիցների մասով մի հետաքրքիր պատմություն կա փոքր իմ հետ եղած, որ ուղղակի ներկա եմ եղել, ես շատ եմ պատմել։ Մեր ամենակայացած ստարտափներից մեկի շենքում էինք։ Ու տնօրենը մեզ ուղեկցում էր շենքում էքսկուրսիա էր անում ու ասաց մեր 13 հոգանոց դիզայներական թիմից թողել են 3 հոգի։ Իհարկե, այն 3-ը, ովքեր համ գիտեն դիզայն, համ AI աշխատել։ Ուստեղ մատ կարևոր եզրակացություն։ Եթե օրինակ Գերամ ջան, երբ որ ես եւ դուք սկսում էինք մեզ ասում էին անգլերենը կարևոր է, ինչ մասնագիտություն ընտրես, պետք է անգլերեն իմանաս, հիմա անգլերենի նման պետք է տիրապետել AI։ Ինչ մասնագետ ուզում ես լինես։ Սա երկրորդ ուղեղն է, որը մեզ ուժեղացնում է, մեր որակը բարձրացնում է։ Ես ունեմ տարբեր կերպարներ ստեղծած AI-ով, բիզնեսի հետ կապված, որ տարբեր ինձ ամեն անգամ չեմ դեր տալիս, դերը տված է, ասենք ինքնենք HR-ը, ինքնենք բիզնեսի զարգացման խորհրդատու է եւ այլ, վաճառքի մասնագետ է։ Ում ես իմ գաղափարները կիսվում եմ, առաջարկները տալիս եմ, քննարկում եւ այլն եւ այլն։ Ու իրոք սա քեզ դարձնում է թող պատկերավոր հնչի ու մի քիչ աճող, բայց այդպես պատկերացնենք Սուպերմեն, որովհետեւ իրոք քեզ թևեր է տալիս։ Միանշանակ։ Համաձայն եմ ու
չեմ ասի թե թիմինգ փոխարինում է քո թիմին, բայց քո շուտ անձնական թիմա ձևավորում օգնականների, որը որ գնային անեին գային, դու շատ ավելի արագ, շատ ավելի պատրաստական, առանց հիվանդանալու, որը ցանկացած։ Էդ էլ հասկացանք։ Ամենակարևոր բաներից մեկը Գորջան, որի մասին այսօր պարտադիր ուզում եմ խոսենք, իմ համար մարքետոլոգ գորը շատ լավ է, LinkedIn-ում ակտիվ գորը շատ լավ է, LinkedIn լոկալը տարածած գորը շատ լավ է, բայց կա մի հատ բան, որը որ դու անում ես, ու իմ համար այդ ամենայն հետաքրքիր, ամենահիմնական գորերից մեկն է գրքերը։ Դու գրքեր ես գրում, որոնք շատ հետաքրքիր են, ու ուզում եմ այս մասով մի քիչ խոսենք։ Նախ ես հերթով կտամ հարցերը։ Առաջինը ինչից եկավ այդ գիրք գրելը ու ինչ process է ինքը քո համար, որովհետև այդ ունեց մի հատ ստեղծագործական դաշտ է, որ չունի իմ կարծիքով, կարող է եւ ունի, բայց իմ կարծիքով ես չեմ գրել գրքեր, չեմ էլ կարա իմ կարծիքով մոտ ապագայում կանգ մինիմում չեմ տեսնում, որ ես այդ ունակություններն ունեմ։ Աշխատանքային process-ը մարդիկ ոնց են պատկերացնում։ Հելա գնացի գործի, արեցի իմ գործը, կարող է այսօր կենտրոնացած չէի, կարող է ինչ-որ ձև մոտիվացվա արեցի, կամ չգիտեմ, կարող է տանից եմ աշխատում, կոմպը բացեցի, սկսա աշխատել։ Գիրք գրել իմ կարծիքով չի տեղավորվում է սրանցից ոչ մեկի մեջ ու լրիվ այլ սկիլեր է։ Soft է, hard է, թե вообще ինչը։ Հետաքրքիր հարց եք տալիս Գարամ ջան։ Իրականում ես ինչին հավատում եմ, վերացում եմ գրքի։ Հիմա բացատրեմ։ Առաջ գիրքը հաջողության թաքնված կողմը ինքը ավելի երիտասարդ սեգմենտին ուղղված կամ սկսնակ գործարարներին ուղղված կամ կարիերայի փոփոխության շեմին եղող մարդկանց համար է, որը նրա մասին է, թե ըստ ինձ եւ նաեւ ըստ լավագույն փորձի ինչա հաջողություն եւ այլն ու ինչա պետք ամենակարևորը, ինչ հմտություններ, սկսած նեթվորքինգի, ժամանակի կառավարում, մասնագիտական ուղու ճիշտ ընտրություն եւ այլն։ Ոնց է ծնվել այդ գիրքը։ Էլի հավատալու արդյունքում ինչ առումով ես այս մասին շատ եմ պատմել պատերազմից հետո 21 թվականից սկսած ես ինձ ինֆորմացիոն բլոկադե մեջ դրեցի, որպեսզի ոչ մի նյութ քաղաքական եւ այլն բացի սահմանից եկող լուրերից ուրիշ բան չկարդամ։ Որտեվ դա իմ ներքնաշխարհը քանդում էր բարեբուն իմաստով։ Ու ես հասկացա մի բան պետք է անեմ, ավել անեմ, քան անում եմ։ Ես կարող եի ասել, որ ես գործատեղ եմ ստեղծել, գործատու եմ կամ հարկ եմ վճարում, դա շատերն են ասում, բայց ես հասկացա, ես պետք է ինձանից ավելին եմ ակնկալում ինքս։ Ու պետք է ինչ-որ հավելյալ մղոնք հայելեմ, մեկ բան ավել անեմ։ Ու դա դարավ նաեւ, որ ես սկսեցի շատ ակտիվ մարզային այցեր անել, տարբեր խմբերի երիտասարդների հետ հանդիպել ու խոսել հենց այդ թեմաների մասին։ Մասնագիտական ընտրություն, networking, ժամանակի կառավարում, առաջնորդություն, կամավորություն եւ այլն։ Ձեր նշած հիմնականում soft skill-երը, որոնք կարեւոր են, որոնք մեր դպրոցները եւ համալսարանները եւ մեր հասարակությունը ընդհանրապես չի տալիս գրեթե։ Ու դա 21 թվականն էր ու ես տարեկան մոտ մի 3-ից 5000 երիտասարդ հետ էի շփվում, 3-ից մինչև 700 հոգանոց լսարանների ֆորմատով, ամսական 4-5 տարբեր հանդիպումներ, թողում էի բիզնեսը, գնում էի ու կանչում էին։ Արցախից սկսած Ջավախք, Տավուշ, Գյումրի, Վանաձոր, ցանկացած տեղ։ Ու այդ գիրքը ծնվել է ոչ թե սովորաբար գրքերը ծնվում են որպեսզի դասընթացներ վաճառեն, իմ դեպքում այդ հանդիպումների արդյունքում աշխատած գաղափարների ֆիդբեքեր, որ վերիֆիկացվեցին, ես հասկացա, որ դա արժի, ես որոշեցի դա վերածեմ գրքի։ Այսինքն ես հավատում էի ինչ որ սովորացնում էի, ու դա վերածեցի գրքի, որը այդ ուղերձը ավելի կոմպակտ եւ ավելի լայն զանգվածի գնա։ Սա առաջի գիրքն է։ Երկրորդը պրոակտիվ առաջնորդը արդեն քեզ ուղված գիրք է, այսինքն պայմանական ասում քեզ, Գերամ ջան, մարդկանց, ովքեր իրենց կյանքում ունեն գրանցած հաջողություններ, ոլորտային էքսպերտիզա, այդ նույն երիտասարդներին մենթորություն անելու, իրենց առաջնորդելու, իրենց ոգևորելու, որ վերցնեն առաջնորդություն, որ ինչ որ բան փոխեն։ Այո։ Թեկուզ 1-2 հոգու համար։ Ես դրա համար եմ դասավանդում
տնտեսագիտական համալսարանում թե Երևանում, թե Գյումրիում։ Ես միշտ ասում եմ, ես չգիտեմ ինչ աշխատանք եմ ստանում, գիտես դա հետաքրքիր չի։ Մենք մեր գործունեությունը շատ ավելի եմ վարձատրում։ Բայց դա իմ նկարագրած առաքելության մասն է։ Ես հավատում եմ կրթությանը։ Ու այս երկրորդ գրքով պրոակտիվ առաջնորդ ես կոչ եմ անում մարդկանց, այդ մարդկանց իմ ու քո որ որոշակի կիսվելու բան ունեն, եկեք դեմքով շրջվենք դեպի մեր երիտասարդները եւ փոխանցենք այդ էքսպերտիզան, դառնանք այդ ռոլ մոդելը կամ, չգիտեմ, ցանկացած կերպով մեխանիզմները շատ են։ Հզոր համայնք բան կա, ՀԿԿ ուսանողի տունը, որ պրոյեկտներից է, մարզերի երեխաները մարզերում ես այդտեղ մենթոր եմ խորհրդում եմ նաև, այսինքն պլատֆորմներ կան, որտեղ կօգնեն քեզ, դրա կարիքը շատ կա։ Ուղղակի դիմի ասես ես անգլերեն գիտեմ, ես ծրագրավորում գիտեմ, ես սիրում եմ ժամանակի կառավարման մասին խոսել ու կան հարյուրավոր երիտասարդներ, հազարավոր, որ պատրաստ են քեզ լսելու։ Սա նորից եմ ասում բան է, որ ոչ դպրոցն է տալիս, ոչ համալսարանն է տալիս, ոչ էլ առավելից փողոցն է տալիս։ Այս ամեն ինչի կոնտեքստում կուզեմ մի հատ բան ավելացնեմ, որի մասին էլի շատ ենք խոսում ու որը գալիս է բոլոր տարբեր մարդկանց, տարբեր մասնագիտությունների դեր մարդկանց հետ խոսելուց գալիս է, գիտես ինչ կետի է հասնում, որ մենք երբ որ սկսում էինք մեր գործունեությունը, ենթադրենք ուզում ենք ինչ-որ ստարտափ սկսել։ Չկար այդ քո ասած մարդիկ, որոնք որ մեզ պատմում էին, որ պրոստը կարաս գնաս, լսես ինչա time management-ը, ինչա product management-ը, ծրագրավորման ինչ որ հիմունքներ, գորը կարա քեզ պատմի տարբեր լիքը բաների մասին, մարքեթինգի, առաջխաղացման, առաջնորդության ու sense լիքը բաների մասին։ Հիմա ու պլյուս էս ամեն ինչին միատել է AI-ը, պլյուս էս ամեն ինչին միատել են բաց լիքը տեղերը, ֆոնդերը, տարատեսակ վենչուրային հիմնադրամները տալիս են հնարավորություն մեր երիտասարդներին, որ իրանք մենք անգամ 20, 30, 50 ուժ ունեն, որ կանան այդ նույն բանը, եթե հիմա Հայաստանում ստեղծվել է տարատեսակ ստարտափներ, հայկական, ոչ լրիվ հայկական հիմքով, չգիտեմ, Pixar, Crisp եւ այլ, բոլորը իմ ընկերներն են, ես բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, այնտեղ աշխատող մարդկանց հետ ու ինչ եմ ուզում ասեմ, որ եթե այդ մարդիկ այդ ճանապարհը անցել են դժվարություններով ու տարիներով, հիմա արագացել է այս process-ը, բայց դու չես կարող անես նույն բանը, հիմա դու դի անես ոնց ասեմ, որ ճիշտ է, ավելի քիչ ես տանջվում, ոչ թե այն առումով այո, պիտի սովորես, բայց քիչ ես տանջվում, որ գտնես որտեղ ես սովորես։ Ծությունները ավելի շատ։ Դուրը ծեծում են, ասում են արի նստիր ստեղ, ես քեզ էսի սովորացնեմ, որ դու գնաս սա կարողանաս անել։ Հիմա պետք է էլ ավելի մոտիվացված լինեն մարդիկ, երիտասարդները, քանի որ ունեն այս բոլոր գործիքակազմը, ստեղծել, ստեղծագործել ու ստեղծարար ձև մտածել ու ձեռք բերել մասնագիտություն, աշխատել այդ մասնագիտությամբ, հետո փորձել ստեղծել մի արժեք, որը կլինի հա, օքեյ, դու շատ լավ մասնագետ ես, բայց կա բոլոր հնարավորությունները, որ դու կարաս product ստեղծես, կարաս ներգրավես ինչ-որ թիմում, որը որ աշխատում է ինչ-որ product ստեղծելու վրա։ Իմ համար ամենամեծ արդյունքը Գորջան քո այդ գործունեության էդ է, որ մարդկանց տալիս է հավելյալ գիտելիք ու տալիս է տեղ, որտեղ այդ մարդիկ կարող այդ գիտելիքը ստանան ու հետագայում օգտագործեն իրենց գործունեության մեջ, ստարտափերում, թիմերում ու քո տված գիտելիքը գնում ես դասախոսությունների մասով, որ անում էինք ու այն մարդիկ, ովքեր որ մեր մոտ դասավանդում են, ուրիշ ընկերություններից են մենք ունենք մասնագետներ, նույնը թեկուզ այդ իմ թվարկած ընկերություններից ու այդ մարդիկ, որոնք որ գալիս դասախոսություն են դասախոսություն են անում ու դաս են տալիս մեր երիտասարդներին, Պարզա չէ, ոնց որ դու ասեցիր, հիմնական իրանց ֆինանսի աղբյուրը իրանք ունեն։ Այդ դասախոսությունը ինչ է տալիս մարդուն։ Նախ ներքին բավարարվածություն ոնց որ դու ասեցիր, բայց մի հատ էլ արժեք էլ կա, որ հետ է գալիս այդ քո լինել մարդ, որը որ սովորացրել է լիքը մարդկանց, որոնք որ հետագայում մտնում են շուկա ու քեզ ճանաչում են որպես իրանց մենթոր։ Քեզ ճանաչում են որպես իրանց սենսեյ ու դա քեզ արդեն տալիս է համ ներքին բավարարվածություն, համ ուժ, որովհետև դու արդեն
community անդամ է, community ունես մարդկանց ու դու ես սովորացրել։ Այս լրիվ այլ բան է ու այդ community-ների մասով դու անդամ ես, հա, ասա։ Մի լրացում անեմ, այդ հետազոտների մոտիվացիա առումով, որ ասեցիք, այդտեղ մի փակ շղթա կա, էլի, այսինքն հիմա իրենք պետք է մոտիվացվեն, թե պետք է լինեն մարդիկ, ովքեր կմոտիվացնեն իրենց։ Սա հարց է, ես շատ եմ մտածել այս մասին։ Ես այսպես եմ մտածում։ Ես ասել։ Ասա։ Չէ, ասա ես։ Ես եթե օրինակ հիմա այս ինակում ինչ-որ խնդիր եղավ, ես սպասել եմ, չեմ սպասել ինչ ոնց է արձագանքում, ես այդ խնդրին փորձել եմ լուծում իմ հնարավորության ու հասկացած, եթե գետնին մի բան անկած, կապ չունի որ դա ուրիշի ֆունկցիաներ, եթե դա մեր ընդհանուր գործին վնաս է, ես պատասխանատվություն կվերցնեմ այդ խնդիրը կլուծեմ։ Ես այսինքն ոնց ասեմ, ես ինձանից եմ առաջինը պահանջում։ Դրա համար այստեղ շատ կարևոր է որ երիտասարդները պետքա տեսնեն այդ մոդելը։ Մենք հիմա Գերամ ջան, մենք մեր անկեղծ եմ ասում, բաբելի մեջ ենք ապրում։ Մենք մեզ շրջապատել ենք մեզ սելի գործարաններով, համայնքով, community, այդ շերտերի մեջ ենք։ Բայց շերտերը շատ բազմազան են ու շատ հաճախ շատ վախեցնող, անհանգստացնող։ Մեզ թվում է թե դու մենք խոսում ենք մասնագիտությունների մասին, բայց մարզերում շատ երիտասարդներ կան, տարական այս կամ այս սարքը չունեն, որ այդ հասարակ տարական խնդիր եմ ասում։ Երկրորդը, որպես երիտասարդ ինչ-որ բան ուզի, պետք է իր ինչ-որ կարա ուզի, դրանց մեջ տարբերակներ ունենա, որ ուզի։ Գիշես 90-ականների մենք ինչ տարբերակներ ունեինք, ասենքն հիմնականում ախրանիկներն էին տարբերակները, ինչ-որ օլիգարխների չէ, այսինքն հետո ռոլ մոդելը փոխվեց, գործարարներ, հետո IT-շնիկներ եւ այլ։ Այսինքն այստեղ շատ կարևոր է առաջնորդության այդ հանգամանքը, ռոլ մոդելը որն է։ Դրա համար երիտասարդները իրենց տնային ունեն, բայց այս իմ գիրքը երկրորդի ու իմ փիլիսոփայությունը կյանքի ավելի շատ իմ վրա ու իմ ընկերների համայնքի վրա կենտրոնացում է ես ինչ կարամ անեմ որ իմ տնայինը տարբեր միավորներ կա 5-ի անեմ այսինքն լավ անեմ այսինքն որ դա լինի մոտիվացնող ու այս քո օբերած օրինակից ես շատ երջանիկ մարդ եմ Գերամ ջան ես գրեթե ամեն շաբաթ որովհետեւ մի ուսանողից ստանում եմ կամ հաճախորդ կամ նոր ուսանող կամ մեր հաճախորդ ընկերության մեջ ինչ-որ decision maker-ը եւ այլն, այսինքն այդ ներդրումը, որ ես տվել եմ ժամանակի առումով, ուղղակի իմաստով բիզնես վերադառնում է, բայց դա շատ փոքր է այն մեծ էմոցիոնալ հագեցվածության ու նաեւ թողջող չնչի ապահովության զգացումով, որ մեր երկրում, այսինքն կան երիտասարդներ, ոնց որ ես որոշակի ազդեցություն ունեցել եմ, որ մեր երկիրը ավելի լավ լինի, որտեղ ապրեն իմ երեխաները։ Սա ասենց մեծ բան է, էլի ոնց որ դոմինոյի էֆեկտով աշխատում, բայց կարևորը որ դոմինոյի ես իմ մասը անեմ, իմ առաջի քայլը, իմ առաջի շարժը ոչ թե լինեմ ռեակտիվ, այլ լինեմ պրոակտիվ, ամբողջ գաղափարախոսությունը սա է։ Այո, դրա համար քո գործունեությունը, Գորջան, այդ առումով տեսանելի է այն մարդկանց համար, ովքեր որ տեսնում են դա ու շատ գնահատելի է։ Հարցի պատասխանը, որ ասեցի ես ասեմ, մի հատ էլ որ ասեց հարցը, որ բնական լինի։ Հա, այսինքն մենք պետք է մոտիվացնենք, թե երիտասարդները իրենց պետք է։ Իմ կարծիքով քո ասածն էլ ներառում է ամեն ինչի մեջ, դրա պատասխանը իմ համար էկոսիստեմն։ Էկոսիստեմը միջավայրը պետք է տենց դառնա, որ մոտիվացնողը մոտիվացնի, մոտիվացվողներ մոտիվացվի։ Սենց ուղղակի անպագորգոր չհնչելու համար դու այդ միջավայրում ոնց որ դու ասիր քոնն ես դնում, մեկը իրանն է դնում ու այդ միջավայրը պետք է մարդկանց կարողանա դրթի ստեղծարար գործունեություն ծավալեն։ Համաձայն։ Ոնց որ դու ասիր 90-ականներին չունեինք, հենց կամած փորձում ենք, քանի որ մեր ժամանակը կամած սպառվում է, Գորջան, այս թեման իմ համար շատ կարևոր է, կուզեմ արագ երկու բառով սրա մասին էլ խոսենք, միջավայրից ենք խոսում, community-ներից ենք խոսում, դու էլ տարատեսակ միությունների, community-ների անդամ ես, Մանթաշյանց, Ամչամ, այո, ՏՀՏԳՄ եւ այլն։ Մի փոքր կպատմես դրանց տարբերությունների մասին։ 5 բիզնես միության անդամ ենք, Մանթաշյանց, Ամչամ, ICC, International Chamber of Commerce, Միջազգային արհեստային պալատ, ԱՏԶՄ, եթե դու ես այդտեղ, հա, Մանթաշյանց, ԱՏԶՄ, ՏՀՏ գործատուների միություն եւ այդ ցանկը աճում է։ Հիմա մենք քննարկման փուլում ենք եւս 2-3 միությունների, ինչի նախ բիզնես առումով դա
մեր ցանցը on-line-ում է, դա offline LinkedIn-ը եւ մեր հաճախորդները մեծ մասը հիմնականում կապերով են գալիս։ Բայց այստեղ նաև դու կրթվում ես, եթե ուզում ես աճես, դու պետք է լինես միտեղ, որտեղ դու ամենախելացին չես։ Ու այս միությունները այդպիսի պլատֆորմաներ են տարբեր ֆունկցիոնալներով։ Արտաքինից կարող է թվալ թե նույնն են գրեթե, բայց օրինակ Մանթաշյանց ինձ համար ամենատակ ջերմ ընտանեկան վիճակով ու նաև կարելի ասել համահայկական ցանցն է։ Ես դա փորձառաբար ավերապրել եմ Միացյալ Նահանգներում կամ Հայաստանում այլ քաղաքներում, երբ որ դու գնում ես ու ունես պատրաստի ընկերներ, պլատֆորմ, մարդիկ, որոնք որ քեզ աջակցեն։ Աննկարագրել։ Ես միշտ ասում եմ Մանթաշյանցը եւ նմանատիպ community-ները նույն ԱՏԶՄ-ն մեր երկրում ջերմաշճան են փոխում։ Էմոցիոնալ, հոգեբանական, վստահության առումով։ Մանթաշյանցը ասեցի, ամչամը դա ինքը ավելի ամերիկյան բուխվածությամբ, ամերիկյան շուկայում դեպի զարգանալու, ամերիկյան ընկերությունների հետ կոմունիկացիայի հարթակ է։ Միջազգային առևտրային պալատը ցանց է բոլոր երկրներում կա, սա էլի access է համաշխարհային տարբեր պալատների հետ, այսինքն էլի արտասահման ինչ գործունեություն ես ուզում ծավալես, արդեն ունես որոշակի մշակված հող, մի քանի զանգ պակաս կանես։ ԱՏԶՄ-ն դե ամենամեծ IT համայնքն է, որտեղ բազմաթիվ լավ ստարտափեր են ծնվել ու ծնվում են ու շատ մեծ ժառանգություն է Կարեն Վարդանյանից հետո, ու որ իպատիվ ղեկավար կազմի աճեցնում են, պահում են ու այստեղ հենց IT առումով բավական մեծ պոտենցիալ կա աճելու, պրոդուկտներ մտցնելու շուկայի վայրը։ ՏՀՏ-ն ես ասում եմ իմ տեսած եւ մեր գործունեությունի տեսանկյունը, այսինքն իրենք իրենց մասին կարող այլ բնորոշում տան։ ՏՀՏ-ն որտեղ այսինքն տեղեկատվական տոնց է բացում, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցությունների գործադուլի միություն, այո, որտեղ ղեկավարը լավ ընկեր Էդուարդն է, սա եւս կարելի ասել համ-IT, համ տելեկոմ ոնց որ community-ը, որտեղ ավելի խոշոր այսպես խաղացողներ են, որոնց հետ դու էլի ուղիղ կապի մեջ ես լինում, մի բաժակ, չգիտեմ, ինչ-որ բավան ես բարձրացնում կամ հաց ես կիսում կամ միջոցառման մեջ ես լինում, որը էլի բազմաթիվ ճանապարհներ է, այսինքն խոչընդոտներ է կրճատում, այո, այսպես։ Ու այսպես շատ կան իրականում, որոնք քննարկում են, որոշները կան, որ միանման են, դրա համար երկրորդ նման տեղ չենք մտնում մենք։ Ու նաև այդտեղ գալիս է նաև մեր LinkedIn լոկալը, ինչի մասին ասեցինք, տեսեք, էքստրեմալ հետաքրքիր բան կա, որ այս բոլոր միությունները իրենք որոշակի սահմանափակումներ ունեն, կարող դնենք ցանկապատեր։ Իսկ LinkedIn լոկալը դա չունի։ LinkedIn լոկալը ինքը կամուրջ է։ Հասկացա։ Շնորհակալ եմ Գորջան, շատ հետաքրքիր զրույց էր, շատ թեմաների մասին, որոնց մասին ես էլ էի ուզում լսել, ես էլ լիքը հարցեր ունեի, որոնց պատասխաններ ուզում էի ստանալ, ու վստահ եմ, որ լսարանի համար էլ է շատ հետաքրքիր, հուսամ էլի առիթներ կունենանք նմանատիպ զրույցներ ունենալու, ես շատ կսպասեմ։ Հարգելի հեռուստադիտողներ, եթերում պոդքասթներ, այսօրվա իմ հյուրը Գոռ Կարապետյանն էր։ Շնորհակալություն։